թաքուն սիրելիս հերու հերվում ավաղտերա գրկում բայց դեռ ինձ ես գրկում սիրելիս ինչու ասա ինչու Թե երգում ես տխուր ես եմ գալիս քեզ հյուր սիրելիս հերու հերվից Միայն երաս երկով ախ երազի հետքով սիրելիս Ինչու ասա ինչու Գիշերը երկար է առանց քեզ Իմ սերը դկար է առանց քեզ Վարսերդ, աչերդ, կանչերդ Այրում էր ինձ, մարում հոգից Գիշերը երկար է առանց քեզ Իմ սերը դկար է առանց քեզ Վարսերդ, աչերդ, կանչերդ Այրում էր ինձ, մարում հոգից Ինչու սերը թակում մեր սրտում ենք պահում սիրելիս Ինչու ուրիշի հետ քո բախտին ես տաղում սիրելիս Ինչու ասա ինչու Հիշիր քո երդումը երբ հավը երգում էր սիրելիս հերու հերու Հիշիր իմ համբույրը որ սրտի արյուն էր սիրելիս Ինչու ասա ինչու Աշխարհը դատարկ է առանց քեզ Կյանքը չարնակակ է առանց քեզ Իմ սերը մորմոք է, իմ երկը բահոք է Այրող կրակ, մարող կրակ Այրող կրակ, մարող կրակ Գիշերը երկար է առանց քեզ Իմ սերը դկար է առանց քեզ Վարսերդ, աչերդ, կանչերդ Այրում էր ինձ, մարում հոգից Այրում էր ինձ, մարում հոգից Այրում էր ինձ, մարում հոգից Սիրելիս Լսի դու այդ գտնելը չէ տենց են էլ ձեր համար որ սենց գժական տենց հեշտ չի բայց Արման Հովհաննիսյանի Սիրելիս երգը չխնասկացա հենց այն էր չէ Հենց այն ամենաբարդ ընտրություններից էր իրականում ինձ համար, վստահ եմ Ռոբի համար էլ բարդ է Շատ բարդ էինք կողմնորոշվում որ երկերի երգը մեջ երգենք, որովհետև ստիլիստիկ տեսանկյունից շատ բարդ է իմ ու Ռոբի մանիերան մեր երգեցողությունը ու Արմայինը շատ տարբեր է ու տեղավորվել այդ ստիլի մեջ այդ ժամանակ մեզ շատ դժվար էր ու շատ երկարելի երգեր էինք ընտրում վերջը Վիգենն ու Էլի Վիգենը եկավ օգնություն Վիգենը միշտ օգնության է գալիս այդ հարցում ու իդեպ միևնույն ժամանակ եթե չեմ սխալվում առաջին տեսահոլովակն ա եղել Արմանի ու ոնց որ թե սիրելիսով
ճանաչել են Արմենին։ Հնարավոր է որ շատ սխալ եմ ասում այդ ինֆորմացիան, բայց ըստ Վիգենի Իսկ Վիգենը սխալ չի ասում։ Հարցնելու էլի։ Առաջին տեսալովակներ ու մեզ համար էլ է շատ հետաքրքիր եղել գործը շատ գեղեցիկ։ Շատ հետաքրքիր փորձառություններ, որովհետև սովորեցինք մի հատ ուրիշ տեսանկյունից նայենք թե մեր ձայներին, թե մեր մոտեցմանը, որովհետև բացարձակ այլ կերպ ենք երգել, թե ես, թե Ռոբը։ Այսինքն մենք չենք եղել մեր կոմֆորտ զոնայում։ Բնավ։ Հա, այդ ամեն ինչի հետ մեկտեղ ինձ թվում է նախագիծը տալիս է նաև հնարավորություն մեկ-մեկ այդ կոմֆորտ զոնայից դուրս գալ ու փորձել մի փոքր ուրիշ բաներ։ Քեզ ճանաչում ես էլի մի հատ ուրիշ։ Հետո նոր բաներ է բացվում, նոր բաներ ես բացահայտում։ Ահա։ Պարզվում է։ Որտեղ ձայնարարերը ստեղա դու իրանց չես տեսնում, էլի դու սենց ընթացքում ինչ-որ տեղեր ես գտնում, ասես սենց հետաքրքիր է։ Լավ, դու կոմֆորտ զոնայում չեք, բայց երկրի վերջո ստացվեց, չէ՞։ Հա, իհարկե Արտուրի տանջանքի եւ ջանքերի արդյունքում իմ մոտ պայտակ տպավորությունն է, որ Արտուրը մեզնից լավ գիտի մենք ինչ կարանք երգենք, որովհետեւ ուղղակի առանց իրա ինքը փնտրում գտնում է, ինքը գիտի ոնց դուրս ինքը իդեալական ճանաչում է երկուսիս ու շատ դեպքերում այն որ մենք խառնվում ենք իրար, իսկ այդ լինում է, որովհետև ժամանակը շատ սուղ է ու այդ ժամանակի ընթացքում հասցնել, որովհետև մենք շատ ենք ուզում, որ լավագույնս լինի, բայց մեր համար լավագույնս լինի, այսինքն մենք լսելուց ասենք իրոք ապրենք է, հա ոչ թե ասենք ոյ, ես ինչ լավ էր, հա միտքը չի այլ ապրենք, այդ էմոցիաները զգանք, որովհետև մեծ հաշվով այս ամեն ինչի իմաստը մեր համար վայելելն է, չէ՞, մեր արած աշխատանքը, բացի այն, որ մեր հանդիսատեսին ուզում ենք նվիրվենք, դրանից զատ մենք ուզում ենք նաև մեր արածից հաճույք ստանանք, ու այդ մեկ բարդությունների արդյունքում լարվածությունը այնքան մեծ է լինում, որ այդ հաճույք ստանալու վայելելու ժամանակը չկա, դու ուզում ես լավ լարվելու ժամանակ էլ չկա, իրականում, ոչ մի բանի ժամանակ չկա։ Ոչ մի Արտուր այդ ամեն գցում է տեղը ու Արտուրը ուղղակի գիտի տղերքը բոլորը, որովհետև իրականում պահիտակ լինում է, որ ստուդիայում լինում ենք, ասենք օրինակ 4-ին մեկ էլ գևն է գալիս, օրինակ մի հատ պետքա գիտարի սոլոն գրվի ու ասենք այդ ընթացքում իրար հետ խոսում ենք, որովհետև այս վերջին ընթացքում բացի երաժշտությունից մենք իրար հետ ուրիշ բանի ժամանակ չունենք խոսալու, մեկ-մեկ այն որ պահը գալիս է, որ ասում ենք լավ 5 րոպե շփվենք իրար հետ, մի քիչ սենց մոռանանք, մի րոպե անցնում է էլի երաժշտությունից ենք խոսում։ Ու առաջին ստուդիայից ու բացի դրանից Արտակն էլ շատ սիրուն է գործում նվագում է Սոլոն եւ Արտուրը եւ Արտակը ֆանտաստիկ օրկեստր։ Այսինքն իրար լրացնելով ի վերջո ստանում է գժական։ Արմանին չենք ճանաչում ու այս ընթացքում ենք ծանոթացել, վայ այնքան դրական էմոցիաներ է գալիս Արմանից ու սենց լավ տղա է Արմանը, չգիտեմ, ցած շատ դրական։ Ուրիշ ձև չեմ կարող ասեմ, շատ դրական։ Մենք այսօր անդադ գովում ենք, բայց արժանի է ինքը։ Լավ էներգիայով շատ պոզիտիվ, ջերմ, հավեսով, պրոֆի։ Լավ է, չէ՞, պոզիտիվ լինելը գրիշ, ասա։ Նա ինչքան է ապաստում գործի, չէ՞։ Չէ լուրջ, կարող մարդը լինի պրոֆի, բայց տեղ եւ սա նպաստում է որ գործը լինի 10 տապատիկ ավելի լավ։ Տենց չի։ Ու փորձը ցույց է տալիս որ հեշտ է անցնում իրականում։ Այո, հավեսանց թեթև անցնում։ Այո, պոզիտիվը թե նկարահանումներ, թե ամբողջ գործընթացը անցնում է այնքան թեթև, որ մենք ոնց որ sense ուղակի ցրավ ժամանակը, տենց ինչքան էլ հոգնած լինենք, կապ չունի, էլի, մեկը հաճելի անցնում ու ուրախ։ Առաջին ստուդիայի տաղավարում հայկական երգարվեստի ամենահամեստ արտիստն է Արման Հովհաննիսյան։ Բարի գալուստ առաջին ստուդիա։ Ողջույն, շնորհակալ եմ լույս։ Իսկապես, ինչքան որ ես եմ նկատել, բոլորից շատ ջերմ, շատ բարեհամբույր ես։ Շնորհակալ եմ շատ։ Տենց էլ կա շատ զինա։ Ոնց է մեզ մոտ։ Կամի Ֆրանսից քանի տղաները չկան։ Գոհ ես։ Հրաշալի։ Անկեղծ շատ բոլորը ես երգելու ընթացքում մի քիչ անհամեստություն անեմ իմ բարձրագույն կրթությունը եւ դասական կոնսերվատորիայում եւ ասպիրանտուրայում անցնելով
երբ որ երգում էի 360 աստիճան շրջվելով, չգիտեմ իրենք ինչ կրթություն են, բայց իմ համար բարձր ինտելեկտուալ երաժիշտներ են եւ այդ մոտեցումը երաժշտության, գործիքավորման, արտուրի եւ տղաների շնորհիվ իսկապես պրոֆեսիոնալ են, բարձր, ես որպես հայ հպարտանում եմ, որ մենք ունենք մեր երկրում sense տաղանդավոր երաժիշտներ։ Իդեպ բոլորը իրենց գործը շատ պրոֆեսիոնալ Իսկ են աշխատելը համագործակցելը Շատ հեշտ, շատ։ կոմֆորտ էր, շատ լիարժեք։ չափազանց։ Արման, այդ հարցը միշտ տալիս եմ բոլորին։ Առաջին ստուդիան նույնիսկ թվում է տեսած կլնես։ Այո։ Այս վերջում Ավելի ավելի բոլոր շատ հաղորդումները, հիմա ավելի գրեթե բոլորը տեսել եմ Գրիշչյան։ ամենասիրած հաղորդումը, եթե կա։ Բոլորը սիրել են, որովհետև Ահա։ շատ նորից չկրկնվեմ, շատ պրոֆեսիոնալ է մոտեցումը Գրիշչյան, որովհետև բոլոր երգիչների եւ գործիքավորումը եւ մոտեցումը շատ ինձ համար շատ հետաքրքիր էր, այնպես որ չեմ ուզում առանձնացնեմ, բոլորը յուրովի էր, շատ հետաքրքիր, շատ գրագետ ամենակարևորը։ Գիտեմ երգի մասին խոսենք, ընդհանրապես գիտես, խոսենք cover-ների մասին, դե cover-ա չէ, փաստորեն այս ծրագրի ֆորմատը, այսինքն վերցնել երգը եւ ձևափոխել, որը շատ մոդայիկ է, այս վերջի չգիտեմ 30 տարիների ընթացքում, ոչ միայն Հայաստանում, ամենտեղ եւ ամենուր։ Հիմա այդ ասած հազար ներողություն, որի հիմնադիրներից մեկը հայկական շոու բիզնեսում դա դու ես եղել Գրիշչյան։ top 10-ի Անկեղծ top 10-ի իհարկե։ Հա։ Շնորհակալ եմ։ Արման, հիմա նայեք, վերցնենք երգը, որ եղել է եւ cover։ Այդ ձևափոխումը այն օրիգինալը եւ սա։ Արի համեմատենք եւ հետաքրքիր է քո կարծիքը։ Գիտեմ իմ ասել։ Գրիշչյան, տես, երբ որ երգը ստացված է լինում, ինձ համար նորից ասեմ, այդ երգը շատ ստացված երգեր սիրել էին, երգը իմ ընկերոջ երգներ, մեր Արմենչիկն է գրել այդ երգը, որի համար շնորհակալ եմ։ Այդ ժամանակահատվածում շատ իմ լսարանի համար շատ հետաքրքիր տեղ ուներ եւ շատ սիրվել էր։ Այդ ժամանակահատվածում այդ մոտեցումը երգի գործիքավորումը մեր բոլորի պատկերացմամբ, ովքեր մերպես են մտածում, իսկապես սիրուն էր, բայց այդ երբ որ դու սիրված երգի cover ես անում ու անում ես անցելա 20-21 տարի ու անում ես ռիսկային է։ շատ ռիսկային է, բայց գիտես ինչ, ես հենց այդ էլ սիրում եմ, դա եմ սիրում, որովհետև նորից կրկնվեմ, շատ պրոֆեսիոնալ են, մոտեցումը շատ պրոֆեսիոնալ էր, սկսած հարմոնիայից, վերջացրած ռիթմից, վերջացրած մեր ջութակահարներից, խորերից, չգիտեմ, բարաբան, գիտար, բոլորը պրոֆեսիոնալ են եւ ես այնքան հետաքրքիր բաներ եմ զգում այդ երաժշտության մեջ, որ ի ուրախություն ինձ համար շատ զարմանալի էր, որ այս սերունդը, չգիտեմ, ավելի երիտասարդ 20 տարեկան, 25 տարեկան երաժիշտը համ այս երաժշտության մեջ որպես երաժիշտ ես ասեմ, էլի, համ դասական կար, համ ջազ կար, համ քաղաքային ֆոլք կար, համ այսօրվա հետաքրքիր այն ինչ որ կատարվում է երաժշտության մեջ, մի խոսքով ամեն ինչ կար, ես կարծում եմ պետքա իր տեղը ունենա։ Այս մոտեցումը, այս գործիքավորումը մնացած արդեն թող հանդիսատեսը զիլա, չէ, շարունակելը, որ այդքան երիտասարդ, բայց այդքան ճաշակով, այո, այն մեր ասած, հա, այո, շատ ճաշակով զգում են, որ նայ դու անգամ ինքդ ոչ մի բան չես ավելացրել, որտեղ իրենք արդեն ամեն ինչ այնքան տեղին են արել եւ ներկայացրել քեզ, որ դու ամբողջովին գնահատել եւ տոնայնությունն եմ որոշել, անկեղծ միասին որոշեցինք ինչ տոնից լինի եւ բրավո տղաներին։ Գիտեմ, որ Արման հետ հեշտ էր աշխատել։ Իսկ դու գիտես։ Գիտեմ, երգի մասին ենք խոսում այս բան։ Նախ ուզում եմ ասել, որ Արմանի պես վոկալիստները մեր հայ իրականության մեջ շատ քիչ են ու շատ մեծ պատիվ է իր նման արտիստին հյուրընկալել մեր հաղորդման շրջանակներում, շատ շնորհակալ ենք, որ չմերժեց եւ մասնակցություն ունեցավ։ Ու լավ մարդ է դեպինք։ Ֆանտաստիկ մարդ էր ուղղակի։ Այսպես ասեմ, Գրիշ, մենք
այն սուղ ժամանակահատվածում, որ հասցնում ենք այս ամեն ինչը գոնե ինչ որ չափով հասցնում ենք որ գանք նկարահանումների, ամեն արտիստ չի որ ընդունում է, ամեն արտիստ չի որ մտնում է դրության մեջ, իսկ Արմանը այդ մարդկանցից է ու շատ շնորհակալ եմ ուղղակի որ նրբանակատ, այո, շատ այն դասիրակությունը որ ինքը ունի ու դա միանգամից է երևում, հետո շատ գնահատելի է ու ողջունելի։ Գիտեմ երգը Արմանի սկզբնական շրջանում թողարկված երգերից էր ու մաքսիմալ այդ ժամանակահատվածի երգերին ենք անդրադարձել։ Շատ գեղեցիկ ստեղծագործություն է, էլի իր առաջի թողարկած երգերից է ու այդ ամեն ինչը շեփորի նաև նուրբ նվագակցությամբ ինձ թվում է կարողացել եմ հասցնել երգի այն մաքսիմալ դրամատուրգիային Արմանն էլ նկարանման ընթացքում հենց այդ շեփորի հատվածից արդեն դեմքի արտահայտությունից հասկանում ես որ իրան էլ է շատ դուր գալիս դա շատ գեղեցիկ առաջի ստուդիայի ոճով հետաքրքիր գործ ենք ստացել Գիտեմ որ դարձել եմ խելագար որ էլ հույս չկա ինձ համար ախ լավ գիտեմ կա սիրո մի ճանապարհ բայց փակվել է նա ինձ համար ախ լավ գիտեմ ես ինչու քեզ կորցրեցի ու քո սիրտը կոտրեցի ախ գիտեմ մեր սերը ես կործանեցի բայց երբեք ես չեմ ուզել այս կյանքում քեզ նեղացնել բայց իմ սերը վշտացրել է քեզ հիմա Գիտեմ որ տանջվում ես ինձ նման որ դարձել ես խելագար ախ լավ գիտեմ Հեռու եմ ես քեզանից բայց հիշում եմ քեզ նորից հին օրերից տխուր արտասվում ես ինձ նման չես ների դու ինձ այս անգամ ախ լավ գիտեմ ես ինչու քեզ կորցրեցի ու քո սիրտը կոտրեցի ախ գիտեմ մեր սերը ես կործանեցի բայց երբեք ես չեմ ուզել այս կյանքում քեզ նեղացնել բայց իմ սերը վշտացրել է քեզ հիմա ես ինչու քեզ կորցրեցի ու քո սիրտը կոտրեցի ախ գիտեմ մեր սերը
եղել ես խելագար ախ լավ գիտեմ Մեր ֆորմատը գիտես, հյուրի ընտրվում են իր երկացանկից երգեր եւ մեկ երգ այս դեպքում ընտրվել է Շուշան Պետրոսյանի երգը։ Ով էր ընտրել այդ երգը, շշմելու է ստացվել իմ կարծիքը ասեմ։ Հիմա ուզում եմ ասել երգի ընտրությունը Արտուրն է ընտրել Վահագի հետ։ Ինձ ասեցին իմ երկացանկից երկու երգ եւ իմ շատ սիրելի Շուշան Պետրոսյանի երգից այդ երգը, որը իսկապես շատ սիրել եմ այդ երգը եւ շատ մեծ պատասխանատվությամբ եմ երգել, որտեվ Շուշանի երգարվեստը շատ սիրում եմ, շատ բարձրակարգ փառահեղ երգչուհի է Շուշանը, տարբերվող, շատ դժվար է իր կատարած երգերից ուրիշի կատարմամբ լսել, չգիտեմ ընտրությունը արդեն մեր սիրելի հանդիսատեսը, բայց ինձ համար մեկ է միևնույն է մնում է Շուշան Պետրոսյանի կատարումը ամենալավագույն տարբերակը։ Սիդեպ առաջին ստուդիայում կան հաջողված գործեր, կան էլ ավելի այս երգի մասին, հա, Արման, չանկեղծ, սենց չկա թե մեր շրջանակներում մեր որ լսել է ձայնագրության ընթացքում բևան, բոլորը ապշած են ու ասում են, որ շշմելու է ստացվել այս երգը։ Ընդհանուր աշխատանքն ենք ասում, բնականաբար եւ քո երգածը եւ Կամի Ֆրենցի աշխատանքը կայացած շշմելու գործաստացվում է հաստատ։ Շնորհակալ եմ Քրիստիան, գործի քավորումը իսկապես շշմելու էր։ Տղաները նորից կրկնվեմ, երաժիշտները փառահեղ էին։ Իրենց յուրովի մոտեցմամբ։ Լսի դե Շուշան Պետրոսյանի երգը ֆուրոր կարա օգտագործել այդ բառը։ Ինձ թվում է ամենատեղին արտահայտությունն էր, որ կարելի էր անել։ Առասարակ Շուշան Պետրոսյան որպես երգչուհի գիգանտ մարդ, ով իր ուրույն ոճով հայ երգարվեստը գեղեցկացրել է, սիրունացրել է ու հարստացրել է իր երգերով։ Շատ շնորհակալ ենք իրեն իր տված երգերի համար։ Էդգար Գանջումյանի, Վահան Անդրեասյանի եւ արդեն իսկ Արման Հովհաննիսյանի հետաքրքիր կոմբոն է այստեղ տիրում առաջի ստուդիայի մեկնաբանությամբ Էդգար Գանջումյան, ով ամենահրաշալի ստեղծագործությունների հեղինակն է, այն տեսակ երգեր է գրել նույնիսկ Էդգար Գանջումյան, ով որ լսում ենք ոնց այս երգն էլ Էդգար Գանջումյանը գրել, այս երգն էլ Էդգար Գանջումյանը գրել, շատ ուրախ եմ, որ այս երգչախումբը, որ այստեղ կանգնում է, որը նաև իմ երգչախումբն է, Ձայնի Պահպանման դպրոցի, ես էլ եմ այդ դպրոցի սան եղել, հիշում եմ, երբ որ ես այսքան էի, այսքան նույնիսկ։ Էդգար Գանջումյանը իր հեղինակային երգերի երեկոներ Արամ Խաչատրյան համերգասրահում ու մենք երգում ենք բոլոր այս երգերը։ Այո, Շուշանն էլ կար, Պետրոսյան, եթե չեմ սխալվում։ Իսկ այսօր արդեն մենք առաջի ստուդիայի շրջանակներում երգում ենք Արման Հովհաննիսյանի հետ։ Չեմ կարող ապրել առանց սիրո երգը, որը որ մարդկանց հոգու ամենախորքում է նստած ու բոլորը հիշում են, ուղղակի հիմա ժամանակներն է remake անելու այդ ամեն ինչը ու շատ ուրախ եմ, որ Արմանի պես հզոր ձայն է այդ ամեն ինչը վերարտադրեց, իր տարբերակով երգեց, իմ կարծիքով հրաշալի է ուղղակի ստացվել Արմանի մոտ այդ ամենը։ Մենք էլ մաքսիմալ արել ենք ամեն ինչ, որ կոմֆորտ եւ գեղեցիկ հնչի այդ ամեն ինչը։ Պատրաստ։ Մոտոր։ Սերը ինչպես կրակ, քոն ինչպես այրված մոխիր, իմ սերը ծովի հատակ, քոնը գետապի թմբիր, ախ ինչպես քեզ արթնացնեմ նորից, քո սրտին կրակ բերեմ, ես ինչպես, ինչ ուժերով սերը պահեմ, վախցեքին սուրտ տիրամոր փեշին աղերսով վերջին ընկնել, մայրոքնիր
որ ցավերից այս չկշվեր ես հանգչում եմ ես մարում եմ դեր նրան կորած գարունը չեմ կարող ապրել առանց սիրո դուր նրան անցյալ կարոտը ախ կապիր նրա խենթվոտը չեմ կարող ապրել առանց սիրո չէ որ մայրես չէ որ սերես ցավերում բոլոր օգներես չեմ կարող ապրել առանց սիրո իմ օրը երկար մի դար քոն ինչպես անհոգ վարքյան ես սպասում եմ անդադար քո զանգով միայն ես կամ քո սրտում դրել եմ քարգուցե չի տանջում իմ լացը քեզ ախ որտեղ սովորեցիր ժպտալ այսպես ուշ ժամի սուրբ տիրամայր կանչեմ ու խնդրեմ անվերջ նրան մայր օգնիր դու ես միայն ճարու դարման ես հանգչում եմ ես մարում եմ դեր նրան կորած գարունը չեմ կարող ապրել առանց սիրո դուր նրան անցյալ կարոտը ախ կապիր նրա խենթվոտը չեմ կարող ապրել առանց սիրո չէ որ մայրես չէ որ սերես ցավերում բոլոր օգներես չեմ կարող ապրել առանց սիրո չեմ կարող ապրել առանց սիրո Ես հանգչում եմ ես մարում եմ դեր նրան կորած գարունը չեմ կարող ապրել առանց սիրո դուր նրան անցյալ կարոտը ախ կապիր նրա խենթվոտը չեմ կարող ապրել առանց սիրո չէ որ մայրես չէ որ սերես ցավերում բոլոր օգներես չեմ կարող ապրել առանց սիրո չեմ կարող ապրել առանց սիրո Կուզեմ գետ մի պահ։ Այո։ Դե կուզեմ գետ մի պահը դուետ էր ի սկզբանե, որը որ մարդիկ հիմնականում երբ որ դուետ է լինում չեն անդրադառնում սոլո կատարումների դեպքում, բայց այս դեպքում երգը հնարավորություն էր տալիս։ Ես էլ մաքսիմալ փորձեցի ավելի ժամանակակից ռիթմերի մեջ, մեր գործիքավորման մեջ իհարկե այդ ամեն ինչը չէր կարող չսիրունացնել Նորայրը Գաբոյան իր դուդուկի հրաշալի հնչյուններով, իսկ Նորայրը ունի այն հնչողությունը, որը որ ունենում են այն վարպետները, որոնց մարդիկ հետո արձաններ են կանգնացնում, այո, իսկ Նորայրը, չգիտեմ, ես իրան էլ եմ դա շատ ասում, որ այս մանավանդ վերջի մի քանի տարիների ընթացքում եւ բոլորս աճում ենք, հասունանում ենք, ինչ որ մի գիծ ենք բռնում, որը որ մերն է, մեր հոգուն հարազատ է, Նորայրը մի հատ ուղի է բռնել, որ չգիտեմ բոլորիս հոգուլարերի հետ է խաղում, իսկ այս երգի մեջ որ լսես սկզբից մինչև վերջ Նորայրն է Արմանի հետ խաղում մարդկանց հոգուլարերի հետ։ Այդ շատ լավն է։ Արմանը եւ Նորայրը։ Պատրաստ։ Երաժշտություն։ Կան երկիչներ, չնայած մեծ մասամբ բոլորի դուրը գալիս է կամ Ֆրանսիա, այս մոտեցումները, փոփոխությունները, կան մարդիկ իհարկե, որոնք տենց
ցավոտ են մոտենում, դե որտեվ ամբողջ կյանք երգել են այս ձևով, հիմա լրիվ ուրիշ ձևով է դա մատուցվում։ Եղել են երգիչներ, որոնք սկզբից չեն հարմարվել, անսովոր է եղել, ոչ թե լավ վատի, անսովոր, ասում եմ մի րոպե, ասես չի, ախր ես ոնց։ Հետո ինչ-որ ժամանակ անց հարմարվել ու հասկացել են, որ իսկ ինչու չէ։ Այսինքն դու էքսպերիմենտներ Շատ սիրում եմ Գրիշյան, շատ ճիշտ եք մեկնաբանում, որտեվ երբ որ դու երգում ես երգ, որը որ սիրվում է հանդիսատեսի կողմից, քեզ մոտ նստում է այդ երգը, չէ՞ որ դու անդադ այդ երգը երգում ես։ Տվյալ երգչի սիրված երգերը տարիներ շարունակ դու երգում ես այդպես, հանդիսատեսնել է այդպես ընդունում։ Հետո փոփոխության դեպքում սկզբում դժվար է, բայց արդեն երբ որ ծանոթ ես տղաների երաժշտական տաղանդին ու այդ տեսանկյունից ես լսում, օրինակ ինձ համար առաջին երգը, կուզեմ գետ մի պահ երգը, տեմպի հետ կապված մի փոքր արագ էր, բայց այդ առաջի կուպլետ պրիպևի ժամանակ, հետո երկրորդի ժամանակ հասկացա ինչ պրոֆեսիոնալ մոտեցում է, յուրովին նույնպես շատ հետաքրքիր, շատ այսօրվա ու շատ սիրեցի, այդպես էլ երգեցի ես։ Սկզբում այդ մեկ րոպեն լսելուց, երգի կեսը հասնելուց ինձ համար արագ էր, որտեվ երգը այդպես էր նստած իմ ականջին, առավել ևս երբ որ դուետ էր մեր սիրելի Լուսինայի հետ, նույնպես 16-17 տարվա պատմություն ունի երգը, բայց հետո հասկացա, որ շատ գեղեցիկ է մոտեցումը, նույնպես ուրախացա Գրիշյան։ Կուզեմ գետ մի պահ։ Դա էլ էր էլի տղեկի առաջարկը։ Այո, ես այս անգամ երգել եմ։ Ինձ ժամն ու տեղն են ասել եւ երգերի ընտրությունը։ Ու վերջ Գրիշյան։ Բայց ինչքան զիլան, այ համ քեզ են վստահում, համ դու ես վստահել։ Չէ՞, տղեկի ճաշակին եւ այլն, ուսից շատ զիլ համագործակցություն ա եղել։ Եվ իսկապես շատ ուրախ եմ։ Իսկապես ուզում եմ այս հրաշք գեղեցիկ հաղորդումը շատ երկար տարիների կյանք ունենա, սա մեր հանրային հեռուստատեսության այն լավագույն ոսկե դարանի այն որ իր յուրովի տեղը կունենա, կանցնի տարիներ, տասնյակ երկար տարիներ եւ ինք իր խոսքը կասի։ Այսպիսի գեղեցիկ երաժշտական մոտեցումը շատ կարեւոր է։ Այս գեղեցիկ խոսքերից հետո ավելորդ է ինչ-որ բան ասել, քեզ շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ Գրիշյան, այս գեղեցիկ հաղորդման համար, քո մասին էլ չասեմ, շատ ինչպես միշտ հետաքրքիր, յուրօրինակ եւ միշտ մեր Գրիշ Աղախանյան, շնորհակալ եմ քեզ։ Ինձ էլ գովացին։ Վայելում ենք, գնացինք։ Արտուր ջան, Վահագ ջան, սիրելի գոլեգաներ, ընկերներ, բրավո ձեզ։ Ուզեմ գետ մի պահ, քոնուր բուքանքուշ, ձերքը բռնե, բարձունքն աչքերիս, նուր ձերքերը դիմ, կրսկին սեղմե, կարոտ ասկասեմ, որ կխենթանա